Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Աշխարհը այսպես կենտրոնացած է այս օրերին Իրան-Իսրայել հակամարտության շուրջ եւ հակամարտությունը շատ մոտ է, ինչ որ քայլ առաջ կամ հետ, այն կարող է լայնամասշտաբ ինչ որ պատերազմի սկիզբ դառնալ եւ ծայրաստիճան լարված է իրավիճակը այս պահի դրությամբ, բայց ես կուզեմ մի փոքր գնանք հետ հասկանալու համար, որտեղից սկսվեց, ինչն էր պատճառը եւ որոնք էին նպատակները, որտեվ ինչն է հետաքրքիր հիմնականում այն հարվածները, որ հասցվում են Իսրայելի կողմից Իրանին, ոչ այնքան միջուկային օբյեկտներին, որքան հենց ռազմական ղեկավարությանն են ուղղված եւ մեծ մասն էլ արդեն գիտենք, որ ոչնչացված են։ Խնդրեմ։ Եթե հետ գնալու մասն է խոսքը, պիտի վերադառնանք 1970 թվականի փետրվար, իսլամական հեղափոխություն, երբ որ իշխանափոխություն եղավ Իրանում եւ այն դաշնակցային հարաբերությունները, որը կար Իրանի եւ Իսրայելի միջեւ, փոխվեցին կարելի ասել թշնամական հարաբերությամբ։ Ինչու՞ թշնամական, որտեղ Իրանը նոր վարչախանութ չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը։ Արմատների արմատը սա Շատերը սրան մոռանում են, որ չկա մի որևէ պաշտոնական ելույթ, խոսք, չգիտեմ, քաղաքական ինչ-որ մի միջոցառում, որտեղ մահ Իսրայելին չհնչի կոչի եւ այլն։ Բնականաբար նաեւ հաշվի առնում Իսրայելը, որ այսպես ասած պրոքսի ուժերի միջոցով Իսրայելի դեմ Իրանը պայքարեր մղում, լինի հիմնականում Հեզբոլլահը, ասենք նույն սիրիական վարչախումբներ եւ այլն, եւ ամենավտանգավորը դա ատոմային զենքի, եթե Իրանը ասնի դրան տիրապետումն է եւ օգտագործումը Իսրայելի դեմ։ Բնականաբար, այսինքն այս ամբողջ Իսրայելի ղեկավարությունը հաշվի առավ, ասենք քաղաքական հռետորաբանությունը, տեխնիկական հնարավորություններ այդ զենքը ստանալու եւ սա ասես ասած կանխարգելի չարված էր կանխելու համար ատոմային զենքի ստացում, որտեւ այլ զինատեսակով Իրանը ի վիճակի չի ախտելու Իսրայելին։ Եվ ասում եմ ինչ լինում է թող լինի միանգամից տարբերակով գնացին։ Այո, իրանք զոհեր կտան։ Նաթանյահին ասաց մենք պատրաստ ենք այդ գինը վճարելու, բայց ես կարծում եմ այդ գինը լինելու առավելագույնը մի 200-300 մարդ։ Հիմա խոսվում է 19-20 մարդու մասին։ Եվ 200 ասենք զոհով կամ 300 զոհով, եթե երկիրը կարողանա իր առաջնային խնդիրը լուծի, այն է Իրանի միջուկային ծրագիրը հետ գցի մի 20 տարով, լրիվ արդարացված կին, հա, գոնե մի 20 տարի, ոնց որ ասած իրենց երկիրը ապահով կսկան, իսկ առավելագույն իհարկե նպատակը իշխանափոխության իրականացնումն է, որի շուրջ եւս աշխատանքներ են տանում, բայց դա ապագայի հարց է։ Ներկայով մենք կարող ենք ասել, որ առաջնային խնդիրը Իսրայելը լուծել է։ Ատոմային ծրագիրը Իրանի հետ է գցված տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ։ Իսկ այս պահին պետականությանը սպառնացող ուղիղ վտանգներ չկան, որովհետև ներսում կարող է դժգոհություն առաջանալ, տարբեր ինչ-որ խմբավորումներ դուրս կգան իշխանության դեմ հենց այս փուլում։ Արդեն սկսել է այդ գործընթացը, բնականաբար լինի դա ընդդիմության քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ, լինեն նաև տարբեր էթնիկ խմբեր, մասնավորապես Թուրքիան ու Ադրբեջանը երկար ժամանակ աշխատանք էին տանում եւ տարել են Իրանի հյուսիսարևմուտքում այդ թուրքախոսների մեջ եւ այնտեղ եւս որոշակի խմորումներ կան։ Թեև ես չեմ կարծում, այսինքն դա կարող է հանգեցնի Իրանի տրոհմանը, որովհետեւ այդ մարդիկ անկախ թե ինչ լեզվով են խոսում իրենց տանը, իրենց ինքնությունը իրանական ինքնություն է եւ մեզ համար դա կարեւոր է, Իրանի ամբողջականությունը կարեւոր է։ Մեզ համար նաեւ կարեւոր է, որ առանձնապես այս գործընթացը չձգձգվի, որովհետեւ ձգձգումը կայտակցության է տանելու Ալիևին։ Բայց այնուհանդերձ մենք գիտենք Նաթանյահուն էր հայտարարել, որ այս գործողությունը իրենք սա Պուտինից են սովորել, սա պատերազմ չեն անվանում, այլ անվանում են հատուկ գործողություն, իրենք նախատեսում են 2 շաբաթ։ Իրենց հաշվարկով իրենք 2 շաբաթվա ընթացքում իրանական ռազմական ենթակառուցվածքները, կառույցները կարողանան ավիրել
եւ հատկապես երկուսից մեկը բավականին արդեն ատոմային հետազոտական կենտրոն վնասել են, բայց երկրորդը դեռևս ոչ այնքան, կարծում եմ այդ ուղղությամբ կկենտրոնան։ Այնտեղ խնդիրն այն է, որ կա որոշակի զինատեսակի ռումբերի անհրաժեշտություն, որը միայն աշխարհում Միացյալ Նահանգներն ունի, Միացյալ Նահանգներն չի տալիս Իսրայելին, առայժմ չի տալիս։ Տեսնենք հետագայում ինչ կլինի։ Ես կուզեմ նաև անդրադառնանք այս իրավիճակով պայմանավորված Հայաստանին սպառնացող վտանգները, որովհետև այս օրերին ֆորումներից մեկի ժամանակ Հիկմեթ Հաջիևը դարձյալ անդրադարձավ Զանգեզուրի միջանցքին եւ նշեց, որ Հայաստանի կողմից պետք է քայլեր արվեն միջանցքի տրամադրման համար եւ դիտարկենք նաև հետեւյալ տեսանկյունից, որ միգուցե այս իրավիճակով պայմանավորված ներգաղթը մեծանա, ինչի մասին արդեն շատ են խոսում, եւ դա էլ տնտեսապես եւ այլ առումներով ծանր կլինի Հայաստանի համար։ Դուք ինչ եք կարծում։ Այն, որ Ադրբեջանը փորձելու է առիթից օգտվել, դա ակնհայտ է, եւ պատահական չի, որ հենց հիմա այս օրերին Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են ընթանում։ Իսկ զորավարժությունը դա նշանակում է պատրաստի զորք, որը ցանկացած հրամանի փոփոխման դեպքում վարժությունից կարող անցնի բուն ռազմական գործողությունների։ Ես ցավոք սրտի չեմ տեսնում Հայաստանի իշխանության կողմից որևէ ինչ-որ գործընթաց դրան հակակշռելու համար։ Ես չեմ լսում զանգերի մասին, հանդիպումների մասին, ասենք նույն եվրոպական երկրների հետ, նույն Միացյալ Նահանգների հետ փորձել եղել է մի հայտարարություն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը եւ արտգործնախարարության կողմից հայտարարել, որոնք երկուսն էլ ոչ հավասարակշռված են եւ ես սխալ եմ համարում։ Չի կարելի միակողմանորեն դատապարտել Իսրայելին այս հարցում, որը ոչ միայն ճիշտ չի, կրկնում եմ, որտեղ կա ՄԱԿ-ի որոշում Իսրայել պետության ստեղծման մասին եւ բոլորը պարտավոր են ընդունել այդ որոշումը եւ եթե մի երկիր կա, որը չի ճանաչում, արդեն ինքը խնդիր է ստեղծում, որ իր դեմ կարող են պատերազմել։ Դա ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն է, ինքնապաշտպանության իրավունքը, բայց այդտեղ ուրիշ հարց է։ Երբ որ դու միակողման դատապարտում, ասում եմ, դու քո դեմ ես հանում Միացյալ Նահանգների գոնե իշխանության մի մասը, այսինքն Սենատն ու Կոնգրեսը, հասարակական կարծիքը, նույնը Եվրոպայում, ինչ կարիք կա նման միանշանակ հայտարարության, երբ որ օրինակ դու Արցախի հարցում Իրանը ոչ միայն հավասարակշիռ հայտարարություն չարեց, այլ միանշանակորեն պաշտպանեց եւ միշտ էլ պաշտպանել է ստեցան Ադրբեջանին։ Այսինքն պետք չի մեր բարեկամներից մեզ սարքել թշնամիներ, օրինակ հիմա չգիտես ինչի եվրոպացիների եւ Մակրոնի դեմ մի այսպես բան հասարակական կարծիք հակնում դատապարտումով բան, որ ինչի չի պաշտպանում Իրանին, իսկ ինչի պիտի պաշտպանի Իրանին, այսինքն դրա իմաստը որն է, ի վերջո այդ ղեկավարությունը, որոնց սպանել են, ինչ են սպանում, որտեղ իրանք ասում են, մենք էլ սպանելու ենք այդ երկիրը, բոլորին կոտորելու ենք, թափելու ենք ծովը, բնականաբար իրենց վարքը նման արձագանքի արժանանում։ Իսկ ներգաղթի մասով դա ինչ որ տնտեսական նայեք, սա ըստ էության դա կարող է տեղի ունենալ, բայց ես չեմ կարծում, որ դրանք կլինեն ինչ որ 100,000-ավոր մարդիկ եւ այլն, որտեղ ի վերջո բաների նկատմամբ քաղաքացիական թիրախները չեն թիրախավորվում։ Օրինակ նույն Թավրիզում օթակայանն է ռմբակոծվել եւ այլն, այնտեղ օրինակ ի տարբերություն Իրանի, որը խփում է քաղաքներին, որտեղ ուղղակի ինքը զենքի ճշգրտությունն էլ չունի եւ բանը Իսրայելի տեսակի զեռնատու չի։ Իսրայելը եթե սկսի թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, իր դեմ կհանի այդ բնակչությանը, իսկ ինքը փորձում է եւ Նաթանյահուն դրա մասին խոսած հայտարարեց, ինքը փորձում է իրանցի ժողովրդին տարանջատել իշխանություններից եւ ներկայացնել որպես բարեկամ, ասա մենք եկել ենք ձեզ օգնելու, որովհետեւ դուք կարողանաք այս այաթոլաների իշխանությունից ազատվել եւ մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը արդեն Իրանի ներսում գնում է կան կադրեր, որ ժողովուրդը ուրախանում է, այսինքն Իրանում ապրող իրանցի ժողովուրդը ուրախանում է ու ասում է բան արեք, խփեք այս մոլեկին եւ այլն, դա ավելի խորքային հարց է, այսինքն այդ ընդդիմությունը կա երկրի ներսում, հետեւաբար արտագաղթելու իմաստը ես չեմ տեսում, այսօր 100,000-ներ եթե չկա բնակչության նկատմամբ զենքի կիրառում, այստեղ ուրիշ խնդիր կա Իսրայելի սպառնալիքը Իրանին, որ եթե Իրանը շարունակի
թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, ապա ինքը կթիրախավորի ոչ թե բնակչությանը, այլ Իրանի նավթագազային օբյեկտները, որ նշանակում է Իրանի եկամուտները կտրուկ կընկնեն եւ ժողովուրդը կսկսի շատ ավելի վատ ապրել։ Սա այսինքն տնտեսական առումով արտագաղթի, բայց թե ժողովուրդը վատ ապրի, ինքը դուրս է գալու փողոց եւ իշխանություններից պատասխան պահանջի եւ ոչ թե կան Հայաստան։ Կար մի լուր, որի փր Ադրբեջանի սահմանը բացել են ադրբեջանցիները Իրանի հետ, բայց դեռ հաստատված չի։ Իսկ այս հակամարտության մեջ որքանով է Թրամփի ներգործությունը մեծ, որովհետև մինչ օրս Թրամփը երգում է, որ որևիցե կապ ունի սրա հետ, բայց այսօրվա լուրերում էլ նշված էր, որ Միացյալ Նահանգներից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է թռել, տանկերներ, որոնք տեղափոխում են նավթ, ինչն է հետաքրքիր, որ այդ քանակությամբ նույնիսկ զորավարժությունների ժամանակ Միացյալ Նահանգներից չեն թռել։ Եվ ի վերջո Թրամփը մերժում է, իսկ Իրանից ասում են, որ ամեն դեպքում Թրամփը մասնակցում է այս ամենին։ Դուք ինչ եք կարծում։ Նախ ինչ վերաբերում է վառելիքին, ասեմ, Իսրայելի թիվ 1 մատակարարը Ադրբեջանն է նավթի։ Այնպես որ թող Իրանը եթե խնդիր ունի լուծելու, Ադրբեջանը հետ լուծի։ Նավթն էլ է Ադրբեջանը մատակարարում, 1000 մի այլ բաներ է մատակարարում։ Չէ, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները առանձնապես դեր ունեն, ես առանձնապես պարզում եմ շեշտել, որովհետև Միացյալ Նահանգները Թրամփը շահագրգռված չէին։ Իրենք էին զսպում Նեթանյահուին, որ այս գործողությունները չգնա։ Ուրիշ բան, որ խոսում էի, որ միակողման չի կարելի լինել, հենց այն որ հասարակական կարծիքը Ամերիկան լինելա պրոիսրայելական, եւ այդ կարծիքը հաշվի չառնել չի կարող Թրամփը եւ որևէ իշխանություն չի կարող այդ կարծիքը հաշվի չառնել։ Դա ձևավորված կարծիք է, ի վերջո հրյա ժողովուրդը Աստծո ընտրյալ ժողովուրդն է, չպետք է մոռանալ։ Մարդիկ կարողացել են այդ բրենդինգը անել։ Իրենք Ամերիկայի դաշնակիցներն են եւ այո, բնականաբար Ամերիկան չի լքելու իր դաշնակիցին։ Ինքը մատակարարելու է, օգնելու է, բայց նույն առումով ինքը չի տալիս այդ B-52 ինքնաթիռները կամ չեն օգտագործում այդ հատուկ խորքային ռումբերը գցելու եւ վերջնականապես ոչնչացնելու հարստացման ուրանիումի հարստացման լաբորատորիաները։ Կարճ ասած, իրանց այսպես զուսպ աջակցություն կցուցաբերեն, բայց ամենակարևորը իրենք մատ են թափ տալի Իրանի վրա եւ ասում են շատ համեչան ես, որ ամենակարևորն է, բա մենք ինչ ենք ասում, որ մենք պետք է Ամերիկայի նման դաշնակից ունենանք, որ երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, մատ թափ տվող լինի։ Հիմա մենք օրինակի համար Աստված չանի, վաղը Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, ինչ ենք անելու, դա ոչ դաշնակից ունենք, ոչ բանակ ունենք։ Իսկ պարոն Պապյան, Հնդկաստան-Պակիստան հակամարտության մեջ էլի չկար Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական հրահրումը կամ սադրանքը, որպեսզի այդ հակամարտությունը սկսի, ինչ եք կարծում։ Կարծում եմ այդտեղ հիմնական գործոնը Չինաստանն էր։ Որտեվ Չինաստանը հասկանում է, որ միակ երկիրը, որը կարող է իրեն մրցակից լինի եվրոպական եւ արևմտյան շահ Հնդկաստանն է։ Հետևաբար պետք է Հնդկաստանն անդադ ներքաշել նման խնդիրների մեջ, իսկ Հնդկաստանի կատարածուն Պակիստանն է։ Սա Ամերիկան ամեն տեղ դեր ունի, իսկ Ամերիկան չի կարող դեր չունենա, բայց ասենք ինքը միտեղ զսպող է, միտեղ մի քիչ հրահրող է բան, բայց Ամերիկան ընդհանրապես շահագրգռված չի նման մեծ բախումների եւ այլն, որտեվ սրանք տնտեսապես հզոր երկիր է եւ խաղաղ մրցակցության պայմաններում ինքը կհաղթի։ Եվ հաղթող է դուրս գալիս եւ իր խնդիրը չեզոքացնել Չինաստանի տնտեսական հզորությունը։ Հիմա այս պատերազմը, որը ըստ էության Իսրայել-Իրան է, բայց իր ազդեցությունը թողելու է Չինաստանի վրա, որտեղ 20% նավթի մատակարարման իրանական նավթ է, իսկ 20%-ը լուրջ թիվ է, էլի Չինաստան նման երկրի համար։ Հիմա պատկերացրեք, հենց Իրանը ինքն է փակել Հորմուզի ջրանցքը, այդ նավթի արտանումը չկա, չեն էլ թույլ տա բլոկադա եւ ասենք Չինաստանը սկսում է խնդիրներ ունենալ վառելիքի հարցով, նավթի հարցով։ Այդ տնտեսական խնդիրները հաշվի առնելով, որ Չինաստանը արդեն իսկ լուրջ տնտեսական խնդիրների է բախվում, դա եւս կարող է բարդացնի։ Այնպես որ այսպես ասենք, աշխարհը այնքան փոխկապակցված է, այդ գլոբալիզացիա բառը, որը հաճախ բոլորը օգտագործում են, լավ չեն հասկանում, որ աշխարհը երբևէ այսքան
այդ գլոբալիզացիայի ենթարկված չի եղել, էլի։ Ինչպես է մեկի վառելիքը ազդում մյուս տնտեսության վրա, տեսեք, ասենք Տայվանը, որ մի փոքր երկիր է, աշխարհի չափով, ասենք աշխարհի այդ չիփերի մի զգալի մասն է արտադրում։ Խնդիր առաջակրավ այնտեղ մատակարարման եւ այդ շղթայական ձևով ամբողջ աշխարհի վրա անդրադարձավ, որտեղ այդպես է։ Դա դրա դրսևորումներից մեկն է, այնպես որ Ամերիկան պիտի փորձի այդ իր համաշխարհային ժանդարմի ֆունկցիան պատվով կատարելու հեշտ գործ չի։ Իսկ ինչ եք կարծում, Իրան-Իսրայել այս հակամարտությունը երբ կարող է ավարտվել ըստ ձեր կանխատեսման եւ ինչպիսի հնարավոր սցենարով։ Այլ որ Իսրայելը հաղթելու է, դա պարզ է արդեն հաղթել է, որտեղ կրկնում եմ, Իսրայելը իր առաջ խնդիր է դրել Իրանի ռազմական եւ հատկապես միջուկային կարողությունների թուլացում, վերացում դա արդեն կատարել է։ Այդ գիտնականներն Իրանը չի ծնելու այսօր վաղը, դրա համար ժամանակ է պետք։ Այդ կենտրոնները, լաբորատորիաները, կառույցները մի օրվա գործ չեն, դրանք տասնյակ եւ տասնյակ միլիարդավոր կա։ Հետեւաբար խնդիրը լուծել է, համար ինքը հաղթող է։ Անկախ թե մնացածը ինչ կլինի, ինչ կխոսան, ինչ կասեն, քանի շենք կքանդեն բանում, այսինքն խփեն Թել Ավիվում քանդվի, դրանց հարց չի փոխվում։ Ինչքան էլ ցինիկն չի, մի քանի 100 մարդ էսկոմ ենկոն, որ այդ խնդիր չի ուստեղ պետությունների գոյության մասին է խոսքը։ Այստեղ Իրանի ճակատագրի հարցն է։ Այսինքն արդյոք Իրանում կշարունակի մնալ այս վարչախումբը, թե ինչպես արդեն շատերն են գրում, այս վարչախումբի մեջ փախ սկսել։ Գիտեք, քանի որ երբեք այդքան սուտ չի ասվում, ինչքան պատերազմի ժամանակ, պետք է մի քիչ այսպես զգուշավոր մոտենալ բոլոր լուրերին, բայց եթե այդ փախ կա, դա շատ հավանական է լինի, որտեվ փաստորնակ ես նոր լուր կարդացի, որ սպանվել է Շամխալին դա աջ ձեռներ Խամենեի հիմա եւ Խամենեին առ այսօր կա, որտեղ Թրամփը թույլ չի տվել վերացնել նրան։ Այդ էլ Reuters-ը տպեց, որ բարձրապես Թրամփը դեմ է եղել, որ չկապնեք Խամենեին, որտեղ այդ քաղաքական ղեկավարությունը ծր ասած թող իր համար մնա 86 տարեկան մարդը ինչա ձեզ խանգարում, այնտեղ իր համար բան չի պետք չի ոնց ասած սպան անել, էլի, բայց սա նշանակում է, որ նախնական խնդիրը լուծված է, հիմա մեծ ձեռնատու չի որ այս ձգձգվի process-ը եւ այսպես ասենք թուրքախոսների նացիոնալիզմը թափ հավաքի Իրանում։ Մեզ զերրատալիս, որ այս խնդիրը արագ լուծվի, բայց սա կարծում եմ երկու շաբաթ կտևի, հետո կլուծվի։ Ամեն պարագային միջին արևելքը չի լինելու այն, ինչ էր մինչև ամսի 13-ը, Իրանը նույնը չի լինելու, եթե մինչև իսկ այս վարչախումբը մնա, նա ստիպված է լինելու լուրջ փոփոխությունների գնա նաև կառավարման առումով, որտեղ ինքը հասկանում է, որ ժողովուրդը իրեն չի աջակցում։ Այս օրերին բնականաբար երկրորդական պլանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ես կուզեմ նաև անդրադառնանք դրան, հասկանանք ինչ ունենք այդ կողմում։ Օրստորե Ուկրաինայի ռազմական գործողությունները դառնում են շատ ավելի հետաքրքիր, ես այս հետաքրքիր բառը կօգտագործեմ, որտեվ այնպիսի ռազմական գործողություններ են իրականացնում, որ ուղղակի հետաքրքիր է, որ կինո լինի։ Այսինքն հասկանում եք, օրինակ այս վերջի դեպք, ասենք Կալինինգրադում մի գործարան վերացրեցին ինչ ձևով, այսինքն ռուսական փաստաթղթերով համազգեստով էլեկտրիկները գնացին գործարան եւ այնտեղ այդ հովացման համակարգը շարքից հանեցին, ինչպես նաեւ էլեկտրական սնուցման համակարգը եւ այդ գործարանը ոչ եւս այսօր չկա, չի աշխատում Կալինինգրադում եւ ասեցին ապագա Քյոնիգսբերգը։ Սա էլ հետաքրքիր է։ Այսինքն արդեն փոխվում է ոճը։ Մենք տեսնում ենք արդեն պատերազմը տեղափոխվել է Ռուսաստանի տարածք, անգամ Խաբարովսկ Այն աշխարհի ձերը։ Հետևաբար, այսպես ասենք, այս պատերազմն, ինչպես ասել եմ դեռևս 22 թվականի հենց այդ պատերազմից օրեր հետո, որ Ռուսաստանը պարտվելու է ինքը շանս չունի, այլ հիմա հայրենիքներն են օգտագործում շատ լուրջ մի ամբողջ շարասյուն ոչնչացվեց եւ այլն, ռուսական շարասյուն։ Հիմա սա Իրանը իսրայելական
պատերազմը անդրադառնալն է ռուս-ուկրաինյականի վրա, որովհետև հիմնական մատակարարներից մեկը, եթե մենք հիշում ենք, շահեդներն էին, այս դրոնները իրանական, հիմա այդ դրոնները չկան, այլևս իրենք ոչ արտադրում են, ոչ էլ կարող են արտադրել բանը։ Մյուսը նա է, որ այս հունվարին Իրանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության, ստրատեգիական համագործակցության փաստաթուղթ են ստորագրել, հիմա Ռուսաստանն ասեց ին վրա ուժ չդնեք։ Էսա եւս վարկաբեկիչ, ասես սրանից հետո ով դե լավ Հայաստանին ոնց ասած գցեց, դա միշտ են մեզ գցել, աշխարհը այդքան կարողա չնկատել, բայց հիմա սրանից հետո մյուս երկրները, որ տեսնում են Պուտինը մի հատ փաստաթուղթ ստորագրում, հետո ամիսներ հետո հրաժարվում է եւ չի կարող կամ չի ուզում որևէ բան անի, ինչի պիտի հույսները դնան Ռուսաստանի վրա, ընդհակառակը պիտի փորձեն վախի կամ, չգիտեմ, նպատակարարության առումով լեզու գտնել են արևմուտքի հետ։ Եվ պատահական չի, որ հիմա նույն Իրանը դարձել է շատ ավելի պատրաստական զիջումների, որտեղ այդ կորուստները ավելի զիջող են դարձնում, քան մինչ այդ էր։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պապյան, զրույցի համար, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի տարածաշրջանում, իսկ մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։